Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 20-րդ նիստը նոր ձեռքբերումներու եւ կարևոր հարցերու շուրջ։ Արամայիս Աղաբեկյանը կպատմի շրջափակման օրերուն ադրբեջանական ապրանքներու մերժման մասին։ Թուրքիո աջակցությամբ Ադրբեջանը բռնագրաված եւ ամբողջությամբ հայաթափած է Արցախը, վեհապար։ Բռնագրաված Արևմտյան Հայաստանի մեջ դարձյալ կհերոսացնեն Թալիաթ Փաշան։ Արխիվներուն մեջ կդած եմ ռումանահայկական բարբերականներ, որոնց մասին ոչ մեկը գիտեր, Արսեն Արզումյան։ Դենիս Տենիսով Սյունիքի մասին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հայտարարության մասին։ Գեղց խաղաղության կինը ֆիլմի բեմադրիչը հաղթած է լավագույն ռեժիսոր անվանակարգին մեջ։ 20 տարիներու կյանք Պետրոս Թուրյանի ժառանգությունը։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը գումարեց իր 20-րդ նիստը նախագահությամբ Տիգին Նելի Հարությունյանի։ Նիստի ընթացքին քննարկվեցան կարևոր հարցեր, որոնք կվերապերեին քաղաքական եւ պատմական զարգացումներուն։ Նիստի բացման նախագահ Տիգին Լիդիա Մարգոսյան իր խոսքին մեջ ընդգծեց ազատագրական պայքարի ձեռքբերումները եւ Բաղեստինի ազատագրության մեջ Արևմտյան Հայաստանի ներդրումը։ Անդրադարձ կատարվեցավ նաև պատմական հողերու վերակտնելու ուղղությամբ քայլերուն։ Կարևոր հարցը ուշադիր գերբով քննարկվեցավ մայիս 28-ի վերաբերյալ Արևմտյան Հայաստանի դիրքորոշման հետ։ Այն, ինչ մենք ընդունենք որպես Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի հռչակագրին իրական օրը, բարբերաբար կշեշտվի մեր պատմագիտական շրջանակներուն մեջ որպես մայիս 30-ը եւ ոչ թե 28-ը։ Այս հարցը ներկայացվեցավ խորհրդանշական եւ պատմական կարեւորությամբ, ընդգծելով մեր ազգային ինքնությունը եւ ազատագրական պայքարի օրինականությունը։ Քննարկվեցավ նաև Շվեյցարիո մեջ ներկայացված Փանացեվի նախագիծը Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության եւ սփյուռքի թերագադարության մասին։ Նիստը ավարտեցավ գոչով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Արևմտյան Հայաստանի իրավունքներուն եւ շահերուն վրա։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյան իր թիմադեդրի էջին մեջ գրած է, որ շրջափակման օրերուն ռուս խաղաղապահները բազմիցս առաջարկած են ադրբեջանական ցակում ունեցող ծխախոտներ եւ քաղցրավենիք, որոնք մեծ մասամբ մերժված են։ Ան կհիշե, որ նույնպես Արցախեն Հայաստան ուղևորության ընթացքին ադրբեջանական կողմը առաջարկած էր ջուր եւ քաղցրավենիք, սակայն ուղևորները մերժած եւ տեն նետած էին զանոնք։ Աղաբեկյան ընդգծած է, որ հարցը ոչ թե ադրբեջանական ապրանքներուն մերժումն է, այլ ծանր պայմաններու մեջ հասարակ հայերու արժանապատիվ բահվածքը։ Այսպիսի բահվածքն է, որ տարեր շարունակ մեզ բահած է։ Խելակարությունը, որ կշրջապատե մեզ, եւս կհաղթահարենք, եզրափակած է պատգամավորը։ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիներու համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայի մեջ կազմակերպած է գրոնական ազատություն, հայկական հոգևոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախի մեջ խորագրով միջազգային համաժողով։ Համաժողովի ընթացքին վեհապարը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացուցած է ոճրագործություն, բռնագրավեր եւ ամբողջությամբ հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին կներկայացնել նորանոր պահանջներ։ Ադրբեջանը բադանտ կբահե Արցախի քաղաքական ղեկավարներուն, քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներուն, իրականացնելով անոնց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն, միջազգային իրավական չափանիշներու աղաղակող խախտումներով, նշել է Քարեկին երկրորդը։ Մինչ Արևելյան Հայաստանի իշխանությունները կխոսին Թուրքիո հետ հարաբերություններու զարգացման եւ խաղաղության գործընթացի մասին, Թուրքիո մեջ կշարունակվի հայադիացության հերոսացումը։ Օրերս Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշ հայտարարեց, որ Թալիաթ Փաշայի անվան փողոցին վրա կանգնեցված է անոր նվիրված հուշագոտող։ Թուրքական լրատվամիջոցներու համաձայն քաղաքապետը նաև մասնակցած է խորհրդաժողովի նվիրված թուրք դիվանագետներու հիշադակին, որոնք սպանված են հայ արտարահայտություններու կողմէ։ Քննարկվեցավ նաև համապատասխան հուշարձանի կառուցման հարցը։ Թալիաթ Փաշան Օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականության գլխավոր գազագերբիչն էր, որ անցամբ համագարկեց հայերու դեղահանությունն ու գոդորացները։ Ան սպանված է 1921 թվականին Բերլինի մեջ Սողոմոն Թեհլիրյանի կողմէ Նեմեսիս գործողության ծիրին մեջ։ Ինքնության պահպանումին մեջ առաջին տեղը լեզուն է, երկրորդը Հայաստանի հետ կապը։ Հայտնած է Բուխարեստի Արարատ ամսակրի խմբագիր քաղաքական գիտություններու դոկտոր Արսեն Արզումյան Ալֆա Նյուզի հետ զրույցի ընթացքին։ Ան ընդգծած է, որ իր աշխատանքը հիմնականորեն ուղղված է Ռոմանիո մեջ տասնամյակներով մորցված հայագիտական նյութերու բացահայտման։ Մտադիր է անոնց մեկ մասը ուղարկել Մադենատարան եւ ազգային գրադարան։ Նշած է 30-ն ավելի մորցված պարբերականներու գոյությունը, որոնց մեջ են Արարատ, Նոր Արշալույս, Երգիր, Մասիս եւ այլն։
Արզումանյան նաև անդրադարձած է Բուխարեստի հայկական փողոց փառատոնին, որ կգազմագերբվի 2013-ին ի վեր եւ մեծ ճանաչում ունի։ Ան նշած է, որ անցյալ դարի փառատոնը շուրջ 20,000 այցելու ունեցած է եւ պատմած է նաեւ թե Ռումանիո դարբեր վայրերու մեջ հայտնված են հայկական անուններով փողոցներ, որոնց մասին դեղացիները անգամ դեղյակ չեն։ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Ալֆա Նյուզի հետ զրույցին մեջ մեկնաբանեց Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը եւ նշեց, որ նոր զինված հագամարտության վտանգը կգրջատվի միջազգային իրավիճակի պատճառով։ Ան ընդգծեց, որ Ռուսաստանը կգործե ըստ իր բարդավորությանց, բայց դեռ շուտ է խոսիլ երկրի դիրքորոշման մասին։ Դենիսովը անցամբ չի մտածեր, որ նոր պատերազմ կսպառնա։ Բրազիլիայի մեջ կայացած միջազգային կինոփառատոնին Գեղձ խաղաղության կինը ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եկորյանը հաղթեց լավագույն ռեժիսոր անվանակարգին մեջ։ Պետրոս Թուրյան 19-րդ դարու ամենաաստեցիկ արևմտահայ բանաստեղծներեն մեկն էր։ Ան ծնած է 1851-ին Կոստանդնուպոլիս աղքատ Տարպինի ընտանիքի մեջ։ 6 տարեկանին ընդունված է Սկյուդարի ջեմարանը, զոր ավարտած է 1867-ին։ Չնայած նյութական դժվարություններուն Թուրյան նվիրվեցավ քրագանության եւ թատերական արվեստին։ Աշխատած է որպես տեղակորձ եւ ուսուցիչ, բայց իր հիմնական ցկտումը բանաստեղծությունն էր։ Անոր ստեղծագործությունը խորապես զգացմունքային է լի վիշտով, սիրով եւ մահվան մասին խորհրդածություններով։ Հիմնական գործերեն են լճակ, իմ մահը, դրդունջք, ինչպես նաեւ պատմական ողբերգություններ, Արդաշես աշխարհակալ, Ավերում Նանիի եւ այլն։ Թուրյանի կյանքը կարճ էր։ 1871-ին իր մոտ հայտնաբերվեցավ թոքախտ եւ 1872-ին ան վախճանեցավ ընդամենը 20 տարեկան հասակին։ Սակայն ան թողեց հզոր եւ հարադեվ քրական ժառանգություն։ Անոր բանաստեղծությունները թարգմանված են բազմաթիվ լեզուներով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։